Հայաստանյան իրականությունն այս օրերին վերնախավից թելադրված բարքերով հիշեցնում է միջնադարյան ինկվիզիցիայի օրերը։ Խոսքի ազատությունը դարձել է վտանգավոր զենք, իսկ հավատավոր մարդիկ իշխանական հաշվեհարդարի թիրախ։ 4 հոգևորական այժմ գտնվում են բանտերում։ Ընդ որում 2 արքեպիսկոպոսներին ԱԱԾ-ն տարել է նկուղ տարբեր մեղադրանքներով, որոնք եկեղեցին եւ հավատավոր համայնքը այս հապճեպ կալանավորները մեկ բառով են գնահատում՝ քաղաքական հաշվեհարդար, հակապետական եւ հակաեկեղեցական արշավի դեմ ընդվզող հոգևորականների նկատմամբ։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի կալանավորումը հարուցվել է իբր ահաբեկչություն պլանավորելու եւ իշխանության զավթման ծանրագույն մեղադրանքներով։ Նրա հետ բանտ տանելով բարի համբավ վայելող գործարարի քաղաքական եւ հանրային 17 գործչի։ Տավուշի թեմի նախկին առաջնորդ arczepiskopos Բագրատ Սրբազանը չի ընդունում իրեն վերագրվող ծանր հանցանքների մեղադրանքը։ Նրա փաստաբանը արագ ապացուցեց, թե ինչպես է իշխանահաճո այս քրեական գործի համար տարբեր օրերի ձայնագրությունները կոնտեքստից կտրված մոնտաժվել հարմար ձևով։ Նրա երկամսյա կալանքը վերածվել է խոսքի ազատության դեմ բացահայտ հարվածի։ Խոսքը դարձավ զենք, իսկ ճշմարտությունը հանցագործություն։ Այսպես են արձագանքում հոգևորականները իշխանական ռեպրեսիային, ընդգծելով, որ սա պայքար է ոչ թե անձերի, այլ գաղափարի դեմ։ Հաջորդը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը խայտառակ աղմկոտ ձևով կալանավորվեց եւ հանրային դաշնետվեց նրա հերթական սուր հարցազրույցներից մեկը, ինչից վախեցել էր իշխանությունը, դրանում իբր հեղաշրջման վտանգ տեսնելով։ Մինչդեռ այս հոգևորականը միշտ մեծ սեր ու հարգանք է վայելել իր սուր եւ դիպուկ խոսքի, իր անկաշկանդ քննադատական ելույթների եւ խորքային վերլուծությունների համար։ Նա խոսում էր ուղիղ, երբ մյուսները ընտրում էին կատարվածը գնահատելու շրջանցող միջոցներ։ 2 տարվա ազատազրկում մի ոչ երկար կենսագրություն ունեցող կին դատավորի ընթերցած դատավճռի համաձայն։ Ընդգծենք դեռ հունիսից հակաեկեղեցական գրոհին իր մոլեռանդ գրառումներով սկիզբ ազդարարած Հայաստանի Հանրապետության վարչապետը որևէ բառ չարտասանեց իր կապն այս ամենին հերքելու համար, իսկ Աջապահյանին վերագրված մեղադրանքը վերաբերում էր դեպքերից 1 տարի առաջ արված հարցազրույցին։ Սրբազանը ժպտալով ընդունեց իր դատավճիռը հայտարարելով. «Ես նույնն եմ ասել 5 տարի շարունակ, եթե դա հանցագործություն է, ուրեմն 5 տարի է հանցագործ եմ»։ Դուք իրենց մասին մտածեք, մեր մասին մի մտածեք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վրա ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հազարավոր զորքով գրոհի ամոթալի տեսարանները մնացին պատմության էջերում։ Այդ դրվագը դարերով կհիշվի, երբ քահանաների լուրջ դիմադրության պատը ճեղքած ԱԱԾ-ական քրիստոնյա զավակները բռնությամբ, ագրեսիվ հայացքներով Սրբազան հորը նստեցին ոստիկանական մեքենան։ Տեսարանից ազդված մարդիկ գոռում էին. «Ձեր գործողությունը ոչ միայն հակաօրինական է, այլ նաև հակամարտկային, հակաքրիստոնեական եւ ունի մեկ նպատակ՝ լռեցնել այն ձայնը, որը չէր վախենում բախվել իշխանության սառը երկաթե պատին»։ Երրորդը Փաշինյանը զինաթափեց Արագածոտնի մարզը։ Շիրակը գլխատելուց ընդամենը 2 ամիս անց հոկտեմբերի 16-ին Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին ԱԱԾ-ն առևանգեց արտարակի առաջնորդարանի շենքից։ Թեմակալ առաջնորդի հետ տանելով նույն օրը, նույն ժամին շուրջ 21 հոգևորական նույն թիմի տարբեր եկեղեցիներից։ Քահանաների տներն էին ներխուժել դիմակավորված անձինք, լույսը չբացված առավոտյան ծեքին։ Ոմանց հետ կոշտ էին վարվել, ոմանց հետ բռնության լեզվով խոսել։ Խոշտանգելով ուժայինները տարել էին ոստիկանական բաժիններ, արգրավել էին հոգևորականների հեռախոսները եւ նրանցից 5-ին երկար ժամանակ չէր հաջողվում գտնել։ Հասկանալի չէր, թե որ ուղղությամբ էին տարել ու ինչ էր կատարվում հայկական եկեղեցու սպասավորների հետ։ Արագածոտնի թեմի առաջնորդը ձերբակալումից ժամեր անց կալանավորվեց անմիջապես 2 ամսով։ Նրան մեղադրում են առնվազն 4 տարի առաջ ապօրինի գաղտնալսումներով արված եզրահանգման հիման վրա իբր ընտրական իրավունքին խոչընդոտելու եւ հավաքներին մասնակցելու հարկադրանք գործադրելու մեջ։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով մեղադրանքի հոդվածները ուղղակիորեն չեն վերաբերում մասնավոր անձին եւ հոգեվորականին։ Հարկադրանքի փաստն էլ չկա, բացակայում է մեղադրանքի հիմքը։ Սա ցույց է տալիս, որ հոգեվոր ազդեցությունը հավասարեցվում է ծառայողական լիազորությունների չարաշահմանը, այդպիսով քրեականացնելով Հայաստանում եկեղեցու գործունեությունը եւ ծառայությունը Աստծուն ու ժողովրդին։ Վերման ենթարկված քահանաներից ու սարկավագներից մեկին կալանք տվեցին։ Արագածոտնի թեմի դիվանապետ Մուղնի Սուրբ Գևորգ
եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանին 1 ամսով։ Միայն այն պատճառով, որ աջակցել էր իր առաջնորդին։ Եկեղեցին խոսում է խաչի, զոհաբերության եւ սիրո մասին, իսկ իշխանությունը կարծես որոշել է խաչել հենց նրանց, ովքեր խիզախում են բարձրաձայնել Արցախի կորստի, տքացող հայրենիքի ցավի եւ ներկայիս անարդարության մասին։